Երբևէ մտածել եք, թե ինչ ընդհանուր բան կարող են ունենալ հայ գրականության ամենանշանավոր բանաստեղծություններից մեկն ու, ասենք, հոլիվուդյան մի հզոր ֆիլմ։ Գուցե տարօրինակ է հնչում, բայց այսօր մենք Պարույր Սևակի գլուխգործոցին կնայենք միանգամայն այլ տեսանկյունից, ոչ թե որպես սովորական պոեզիա, այլ որպես մի ամբողջ ազգի համար գրված ուղղակի կատարյալ սցենար։ Ամեն ինչ սկսվում է հենց այս տողերից։ Ճանաչում եք, չէ՞։ Սա մի բան է, որ կարծես բոլորիս մեջ դրված է, մի տող, որ սերունդներ շարունակ լսում ենք, բայց գիտեք որն է ամենահետաքրքիրը, հենց այն, ինչ գալիս է այս համեստ հայտարարությունից հետո, սովորական տողերը վերածում է մի հզոր ազգային էպոսի։ Դե, որպեսզի իսկապես հասկանանք դրա ուժը, եկեք մի փորձ անենք։ Եկեք դրան նայենք ոչ թե գրականության, այլ լավ սցենարագրության կանոններով։ Միասին կտեսնենք, թե ինչպես է Սևակը, գուցե նույնիսկ ենթագիտակցորեն, օգտագործել այն բոլոր հնարքները, որոնք ցանկացած պատմություն դարձնում են ուղղակի անմոռանալի։ Լավ, գնացինք։ Ցանկացած հզոր պատմություն, որտեղից է սկսվում, իհարկե հերոսից, անմոռանալի հերոսից։ Գիտեք, կինոքննադատները միշտ ասում են, որ սցենարի ամենամեծ ձախողումներից մեկը անդեմ, սովորական, ոչ մի բանով չառանձնացող հերոսն է։ Հիմա հարց է առաջանում, ինչպես է Սևակը խուսափում այս թակարդից, ինչպես է նա իր գլխավոր հերոսին հայ ժողովրդին տալիս կոնկրետ հիշվող դեմք։ Ահա թե ինչպես։ Սա ուղղակի հանճարեղ է։ Սևակը չի օգտագործում ընդհանուր բառեր, չի ասում մենք խիզախ ենք կամ տաղանդավոր։ Ոչ։ Փոխարենը նա մեզ ցույց է տալիս։ Նա նկարում է մի կերպար, որի ինքնությունը կապված է Արարատի վեհության, Սևանի կապույտի հետ։ Մի հերոս, որն իր մեջ գրում է և Սասունցի Դավթի ուժը, և Նարեկացու իմաստությունը։ Ու դեռ մի բան էլ, ժայռից վանք կերտելու ու քարից կյանք ստեղծելու անհավանական կարողությունը։ Սա արդեն անդեմ ամբողջ չէ, սա հազարամյակների խորություն ունեցող կերպար է։ Շատ լավ, բայց նույնիսկ ամենավառ հերոսը ոչինչ է առանց մարտահրավերի, չէ՞ որ առանց կոնֆլիկտի, առանց պայքարի ուղղակի պատմություն չի լինում։ Ու Սևակն այստեղ էլ անկեղծ է միջև վերջ, նա չի փորձում որևէ բան հարթել, նա ուղիղ նայում է կոնֆլիկտի աչքերին ու նկարագրում դարերի արյունահեղություն, մի մշտական պայքար մահվան դեմ, ու տեսեք, թե ինչպիսի կերպար է օգտագործում, մահը կարծես սիրահարվել էր մեզ, սա սարսափելի ուժեղ պատկեր է։ Ու գիտեք, այս ցավը նրա համար վերացական, պատմական մի բան չէր, Սևակը չէր գրում հին դարերի մասին։ Նա գրում էր իր իսկ ապրածի ստալինյան ժամանակների մահալից տագնապի մասին։ Հենց այստեղ է, որ անձնական ողբերգությունն ու ազգային ճակատագիրը միահյուսվում են ու դառնում մեկ ամբողջություն։ Այսպիսով, մենք ունենք հերոս, ունենք կոնֆլիկտ, ինչ է պետք ցանկացած լավ սցենարին, իհարկե հանգուցալուծում, ու Սևակը տալիս է այդ հանգուցալուծումը, կատարելով փայլուն մի շրջադարձ, պարզապես գոյատևելուց նա անցում է կատարում դեպի արարելն ու աշխարհին տալը։ Ահա սա թերևս բանաստեղծության կուլմինացիան է, պատումի հանճարեղ շրջադարձը։ Սևակն ընդունում է, այո, մեր բախտն ուրիշ է եղել, բայց կտրականապես հրաժարվում է զոհի դերից։ Փոխարենը նա առաջարկում է բոլորովին այլ դեր, ստեղծագործողի, նվաճողի դերը, բայց ոչ թե զենքով, այլ միայն մեր ձիրքերով, տաղանդով, մտքով, գրքերով։ Ու նա տալիս է ապացույցները։ Տեսեք, նա մանրամասնում է, թե ինչպես է հայը նույնիսկ Սփյուռքում ոչ թե վերցրել, այլ տվել։ Կամուրջներ է շինել, կամարներ է կապել, ուրիշներին տվել է միտք, առած, երկ։ Ցանկացած բարությանը տասնապատիկով է պատասխանել։ Սա ըստ էության պատմության երրորդ հզորագույն գործողությունն է՝ կատարսիսը։ Այսպիսով, պատմությունը կառուցված է, հերոս, կոնֆլիկտ, հանգուցալուծում, բայց արդյոք այն այսօր էլ է աշխատում, որտեղից մենք գիտենք, որ այս սցենարը դեռ կենդանի է։ Դե եկեք թռիչք կատարենք դեպի 2017 թվական։ Video Cavalry ստուդիոն մի բանի շուրջ է համախմբում տասնյակ հայտնի մարդկանց, նրանք միասին արտասանում են այս բանաստեղծությունը։ Ուշադրություն դարձրեք ռեժիսորի խոսքերին, նպատակին, դուրս գալ այն կարծրատիպից, թե մենք միշտ տուժող ազգ ենք եղել։ Սա ուղիղ արձագանք է Սևակի ուղերձին, տասնամյակներ անց։ Այսպիսով դուք տեսնում եք ամբողջ ճանապարհը, բանաստեղծի ծնունդից 20-րդ դարի ամենամութ տարիներին այս տողերի ստեղծումից մինչև դրա վերածնունդը 21-րդ դարում համացանցի դարաշրջանում ուղերձը ոչ միայն չի հնացել, այլև կարծես էլ ավելի մեծ ուժ է ստացել։
Եվ վերջում, թե ինչու է այս ամենն այդքան կարևոր, որովհետև Սևակի բանաստեղծությունն իր ժողովրդին տվեց ոչ թե ողբի ու ողբերգության, այլ դիմակայունության, արարման եւ անկոտրում հույսի մի սցենար։ Այն մեզ թողեց այս վերջին անմոռանալի հզոր հռչակագիրը։